Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի 2, 4, 4 կոտորակ 1, 4 կոտորակ 2, 6, Մամիկոնյանց 1 կոտորակ 1, 3, Ազատության 17, 19, 19 կոտորակ 1 շենքերի նույնիսկ վերջին 7-րդ հարկերն արդեն ստանում են կանոնավոր ջրամատակարարում առանց պոմպի։ Այս հասցեներում տարիներ շարունակ եղել է ջրի ցածր ճնշում եւ հատկապես ամռանը ամենաշատ բողոքները ստացվել են հենց այս շենքերից։ Փոխարինվել է շենքերի ընդհանուր ջրամատակարարման արտաքին ցանցը։ Նախկինում ջրամատակարարումը կատարվում էր մեկ ճղով, մեկ ուղղությամբ, մտնում էր հին ջերմատուն, որտեղից նախկինում նաև պոմպակայան է եղել, հետագայում ապամոնտաժվել է ու սեփական տարածքներով անցնելով սնուցում էր նշված շենքերը։ Իրականացված աշխատանքների արդյունքում ջրագծերը դուրս են բերվել մասնավոր տարածքներից, կառուցվել է մոտ 700 մետր նոր խողովակաշար, ինչի շնորհիվ համակարգը դարձել է առավել հասանելի շահագործման, վերահսկման եւ սպասարկման տեսանկյունից։ Նախկինում նշված շենքերին տրամադրում էր մոտավորապես 13 լիտր վարկյան ջրաքանակ, ծախսը այդքան էր, իսկ ներկայումս արդեն ծախսը իջել է 4 լիտր վարկյան, 3.5-ից 4 լիտր վարկյան, մոտավորապես 7-ից 8 լիտր վարկյան խնայվել է մեր աշխատանքի արդյունքում։ Ջրագծերի փոխարինումից հետո Վիոլիա ջուր ընկերությունը մուտքագծերում ապահովել է 3 ու 8 մթնոլորտ ճնշում, որը նախատեսված է 8 հարկանի շենքերի համար։ Ի դեպ նկարահանման պահին Շիրվանզադեի 4 շենքի 7-րդ հարկի բնակիչը բողոքեց թույլ ճնշումից։ Արաբկիր շահագործման տեղամասի պետը խոստացավ բնակչին, որ նրա համար ցանկալի ժամի մասնագետը կմոտենա եւ կչափի ջրի ճնշումը։ Եվ ահա երեկոյան ժամը 19-ից հետո բնակարանում կատարված չափումները ցույց են տվել 1.6 մթնոլորտ, մինչդեռ 7-րդ հարկում 1 մթնոլորտը լրիվ բավարար առանց պոմպ ջրամատակարարում ունենալու համար։ Նախկինում բոլոր բնակիչները վերևի հարկի եւ բողոքում էին եւ օգտագործում էին անհատական պոմպեր, որպեսզի ջրամատակարարում ունենան տան ներսում, բնակարանների ներսում։ Ներկայումս բոլորի անհատական պոմպերը անջատված են, մեր նորմային համապատասխան մեկ հարկ էլ ավել կատարում ենք ջրամատակարարում։ Աշխատանքների ընթացքում բացահայտվել են նաև համակարգում ամրացած ջրագողության դեպքեր, մասնավորապես ավտոտնակներում, որոնք բոլորն էլ ապամոնտաժվել են։ Բոլոր ավտոտնակները իրենք չունեն նաև վկայականներ, որովհետև մարդ չի մոտեցել։ Քանման արդյունքում ունեցել ենք անհայտ ջրագծեր, որոնք քանի որ սեփական տարածքներով ավտոտնակների տակով են անցնում, մենք չգիտենք ում էր սնուցում, որպեսզի կազմվեր համապատասխան արձանագրություն, ապամոնտաժել ենք այդ գծերը ու մինչ այս պահը ոչ մի բողոք, ոչ մի դիմում չենք ունեցել, տևաբար եղել են ապօրինի ջրօգտագործումներ, բայց չգիտենք ումն է, որ արձանագրություն կազմել։ Մի քանի շաբաթ է արդեն բնակիչները վայելում են կատարված աշխատանքների արդյունքները։ Նրանց խոսքով ջրամատակարարման որակը շոշափելիորեն փոխվել է։ Ջուրը վերև չէր բարձրանում։ Դա էր։ Հիմա նորմալ է։ Հիմա չէ, հիմա լավ է, շատ լավ է։ Կալուն ջուրը բարձրանում է, կալոնկեքը աշխատում են։ Գոհեին բնակիչները ընկերության կատարած աշխատանքից այժմ էլ հետևում են, թե ինչպես է Վիոլիա ջրի կապալառու կազմակերպությունը ասֆալտապատում իրենց բակերը, իսկ Արաբկիր շահագործման տեղամասը գնաց հաջորդ խնդրահարույց հասցեի հետևից։ Տեղամասը մի տեղ կոյուղագիծ է վերակառուցում, մեկ այլ տեղում ջրագծի վթար վերացնում, իսկ դա նշանակում է, որ որևէ խնդիր կամ հասցե ընկերության կողմից անարձագանք չի մնում։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։